Գործադիրը փոփոխություններ կատարեց ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու եւ դադարեցնելու կարգում եւ պայմաններում։ Առաջարկում ենք, որ այս նախագծով օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանելու պարագայում, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել եւ որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը։ Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից։ Ըստ Փաշինյանի, այս հնարավորությունից կարող են օգտվել նաեւ տեղական կինոարտադրողները։ Նախագիծը նաեւ հնարավորություն է տալիս տեղական կինոարտադրողներին, որպեսզի նրանք գործընկերության մեջ մտնեն, այսինքն սա ըստ էության ակտիվ է նաև նրանց ձեռքում, որպես համաներդրում ըստ էության, որպեսզի իրենք կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել պոտենցիալ գործընկերների հետ։ Կառավարությունը համապատասխան ծրագրով մտադիր է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող խելացի անասնաշենքերի հիմնմանն աջակցելու պետական քաղաքականությունը եւ ընդլայնել շահառուների շրջանակը, որոնց կտրամադրվեն մատչելի ֆինանսական ռեսուրսներ։ 2025-ից 29 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շահառուները կստանան փոխհատուցում 25 գլուխ եւ ավելի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների համար փաստացի վճարված գումարի 40%-ը, իսկ մինչեւ 24 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար 30%-ը, բայց ոչ ավելի քան 1 միլիոն դրամ յուրաքանչյուր կենդանու հաշվով։ Եթե նախկին ծրագրում 40-ից 45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 միլիոն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 միլիոն դրամ, որի 50%-ը համաձայն ծրագրի ֆերմերները կարող են հետ ստանալ փոխհատուցում, այսինքն 23 միլիոն դրամը նախկինում 17.5 միլիոն դրամի փոխարեն։ Նշեմ, որ սահմանված է արտոնյալ պայմաններ սահմանամերձ բնակավայրերի, կոոպերատիվների եւ սոցիալական որոշ խմբերի համար եւ սահմանվել է այստեղ 70%-ի ծախսերի փոխհատուցում։ Վերակառուցման համար փոխհատուցման չափաբաժինը սահմանվել է 25%, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար այն 45% է։ Վարչապետը կրկին հիշեցրեց, որ ամենափոքր սեգմենտին աջակցելու կառավարության բոլոր փորձերն անհաջողության են մատնվում։ Այստեղ սովորական լուծումների տրամաբանությունը չի աշխատելու։ Մենք պետք է հասկանանք, ինչ պետք է անենք, որովհետև այդտեղ մենք լուծումներ չունենք եւ ես կարծում եմ, որ այդտեղ սովորական լուծումների տրամաբանությամբ մենք չենք առաջնորդվելու։ Ընդ որում այս փակուղին զգացվում է եւ զգացվում է շատ տեղերում։ Ըստ վարչապետի այս ամենի միակ պատճառը գիտելիքի պակասն է, ընդ որում ոչ միայն քաղաքացիների, այլև հենց պաշտոնյաների։ Մենք մինչև հիմա չգիտենք, խնդրեմը չգիտենք։ Մենք դեղա, որ լցնում ենք բուժառոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր խնդրեմը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են չգիտեմ 0 դասարանում, որովհետև էլի եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, այդ ուրիշ բան, այդ քաղաքական հարց է։ Բայց ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որտեղ այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն։ Փոփոխություններ են կատարվել նաև կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի ինժեներական քաղաք ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության եւ գրավող պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին որոշման մեջ անհրաժեշտությունն առաջացել է առկա խոչընդոտների համար։ Ինժեներական քաղաքում ներկայումս կառուցվող բիզնես աքսելերատորի շենքը ապագայում, ինչպես նաև արդեն իսկ գործող ազգային գերհամակարգչային կենտրոնը եւ առհասարակ բոլոր ենթակառուցվածքների սպասարկման վճարները բնականաբար ավելի մեծ քանակությամբ ընկերությունների միջև են կիսվելու, ինչը ապագայում ուրեմն մեզ համար կարևոր է հնարավորինս ինքնաբավ դարձնելու քաղաքը։ Այս պայմանությամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները դեռևս նոր են
են կառուցում իրենց շենքերը եւ որոշակի փոխհատուցում է այդ ծառայությունները, սակայն այն հստակ ուղերձով, որ քաղաքը երբ սկսի ամբողջ թափով աշխատել, մենք ըստ էության ավարտելու ենք այս ծրագիրը եւ այն ինքնաբավ պետք է լինի։ Գործադիրի որոշմամբ Հայաստանում ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Այն պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման անհրաժեշտությամբ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։